Սիրելի հայրենակիցներ, ես պիտի փորձեմ ելույթով բացատրել այս երկու օրերին ինչ է կատարվում, բայց որ ավելի կարևոր է ինչու է այս ամեն ինչը կատարվում։ Բոլորդ լսել եք լուրը երկրորդ նախագահի 2 ամսով կալանավորելու մասին։ Այս ամեն ինչը մատուցվում է Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրական խոստումները կատարելու սոուսով եւ արդեն քաղաքացիական պայմանագրի կողմից, որ քաղաքացու եկել է քաղաքացու վրեժի ժամանակը եւ իրենք են այդ վրեժի արդարադատության մարտիկները, որ այդ վրեժը պիտի լուծվեն։ Թույլ տվեք մի քիչ խոսենք այս մասին ու իսկապես հասկանանք ինչու է սա հենց հիմա կատարվում, ինչ կարիք կար այս ամենի։ Դուք ինչպես գիտեք, 8.5 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի իր նախընտրական խոստումները չկատարելու հետ։ Ես կարող եմ իմ ժամանակը չի բավականացնի 10 րոպեն թվելու, որ նախընտրական խոստումները, որ ծրագրային խոստումները Նիկոլ Փաշինյանը չի կատարել, բայց ես չեմ կարող հիշել մի խոստում, որ Նիկոլ Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել։ Ես այդպիսի խոստում չեմ կարող հիշել։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի իր նախընտրական խոստումները չկատարելու հետ, խնդիր ունի Ալիևին տված իր խոստումները չկատարելու հետ։ Երբ մենք խոսում ենք այս ամենի մասին, իշխող ուժը ուզում է ասել, որ սա այստեղ ոչ մի գաղափարական բան չկա։ Ընդհանրապես ունեցվածքի եւ դիրքի պահպանության հարց է։ Ես շատ անկեղծ ուզում եմ մեր քաղաքացիների հետ խոսել այս մասին։ ՔՊԻ իշխանության ժամանակ որևէ ունեցվածք պահելու լավագույն ձևը ՔՊԻ հետ պայմանավորվելը եւ քաղաքականությամբ չզբաղվելն է, քաղաքականությամբ հեռու մնալը կամ իրենց հաջող քաղաքական գիծ վարելն է։ Նայեք իրենց կողքին գտնվող օրինակներին, ում հետ գուցե 2 տարի առաջ անհաշտ են եղել, դատել են, ուզում եք քրեական գործը փակվի, համագործակցի ՔՊԻ հետ, ուզում եք որևէ ոտնձգություն չլինի ձեր ունեցվածքի նկատմամբ, համագործակցի ՔՊԻ հետ, ասենք Խաչատուր Սուքեսյանի Սիլ Պլազան գնելու գնի հետ կապված ՔՊԻ մոտ երբեք հարցեր չեն առաջանա։ Ինչու՞։ Խաչատուր Սուքեսյանը իրենց թիմակիցն է։ Այստեղ նստած մարդկանց ում ընտանիքի անդամները անցնում են քրեական գործերով ու դատական վճիռներ կա, կյանքում չեն գա ասի հանցագործ թալանչի։ Ինչի՞, իրանց հետ են։ Քաղաքական ընդդիմախոս ես, առանց դատավճռի, դատախազությունը պահանջ ներկայացրել, արդեն պիտակավորումները գնում են, ՀՄԿ ռեպորտաժները պատրաստվում է։ Ուրեմն, խնդիրը ընդհանրապես դուք ոչ թե չեք ներում ինչ-որ հանցանք կամ բան, ՔՊ-ն իր ընդդիմադիրներին, ՔՊ-ն մեզ չի ներում իր հետ չպայմանավորվելը 8.5 տարի եւ իր դեմ պայքարելը։ Դա է խնդիրը։ Երկրորդ նախագահը խնդիր չեր ունենա, եթե իր ընտանիքի անդամները, եթե ՔՊ-ի հետ պայմանավորված լիներ։ Էսա ընդհանրապես կատարվում։ Հիմա այս ամեն ինչի մասին երբ որ խոսում ենք, մի հատ էլ ուրիշ բան կա, ասում եմ, անցյալում էին քաղաքական հետապնդումները։ Հիմա քաղաքական հետապնդումներ չկա։ Վիլեն Գաբրիելյանը ասում է, քաղաքական հետապնդումը մենակ են, երբ որ ԱԱԾ-ն գալիս է ասում է, կամ քաղաքականությունից դուրս արի, կամ ընտանիքիդ կկորցնեմ։ Այսինքն կա ԵԽԽՎ ստանդարտ քաղաքական հետապնդման ու Վիլեն Գաբրիելյան ստանդարտ քաղաքական հետապնդման։ Այսինքն Վիլեն Գաբրիելյան ձեզ կացնահարել են։ Չէ, ակնհայտորեն չեն կացնահարել։ Ուրեմն եթե չեն կացնահարել, ձեր նկատմամբ որևէ քաղաքական իրավունք Հայաստանում չի բանարը խախտվել։ 100 տարի առաջ կացնահարում էին ընդդիմադիրներին։ Եթե հիմա չեն կացնահարում, ուրեմն խնդիր չկա։ Ուրեմն քաղաքական հետապնդում, քաղաքական այլախոհների նկատմամբ ապօրինություն չկա։ Եթե ձեր տրամաբանությունը է դա, այսինքն եթե ճիշտ, օրինակ 30 տարի առաջվա մեթոդները չեն, դուք կատարելագործել, փաթեթավորել եք, ավելի աննկատ եք դարձրել, քաղաքական հետապնդում չի։ Ես ձեզ ասել եմ, մենք ձեզ կրեդիտ չենք տալու, որ դուք այդ ռեպրեսիվ համակարգի մեթոդները ավելի կատարելագործել եք ու ավելի աննկատ եք դարձրել։ Բայց հիմա գանք այս ամենը ինչու է կատարվում, ինչի հենց հիմա, ինչի էր այս ամեն ինչը պետք։ Սիրելի գործընկերներ, ես կոչ եմ անում չզարմանալ Նիկոլ Փաշինյանի, ոչ զայրույթից, ոչ զգացմունքներից, ես 2 օր է իսկապես մտածում եմ, ինչն է էլի մոտիվացիան այդ մարդու այդպես խոսելու, բայց հասկացեք, իրան էլ հասկացեք։ 8 տարի ամենասարսափելի արշավ ընդդիմադիրների նկատմամբ, ինչ ասել են մեր մասին, ու այդ մարդը ամեն տարի գալիս է այստեղ, ընդդիմադիր հատվածը գնալով մեծանում է։ Գնալով մեծանում է ընդդիմադիր հատվածը։ Ոչինչ, ինձ տեղից պատասխանում են դուք փոքրանում եք, դուք տենց էլ չհասկացաք։ Եթե մենք այս խորհրդարանում ներկայացված չլինեինք 0, բայց ընդդիմադիր ֆրակցիաներ ավելի շատ լինեին, դա կլիներ իմ հաղթանակը։ Եթե մենք լինեինք ավելի շատ, քան անցած խորհրդարանում էր, 2, 3, 5, 10, բայց ընդդիմությունը հավաքական ավելի քիչ լիներ, դա կլիներ պարտություն։ Դուք տենց էլ չեք կարողանում հասկանալ ընդհանուր գաղափարի համար պայքարը որն է։
Հիմա Նիկոլ Փաշինյանի զայրույթը հասկացեք, երկրորդը խոսք է տվել Ալիևին, սպառնացել է ժողովրդին պատերազմով, որ սահմանադրական մեծամասնություն ստանա, ու չի ստացել, Հայաստանի քաղաքացին զրկել է ձեզ Ալիևի փաթեթը իրականացնելու ձեր հանձնառությունից, հիմա դրա մասին կխոսենք, ու այդ մարդու զայրույթը բնական է, որ սենց ես նայում, գալիս է այստեղ ասում է, ես լեգիտիմություն ունեմ սահմանադրություն փոխելու, դուք լեգիտիմություն չունեք անգամ գլխավոր դատախազին փոխելու, դուք Հայաստանի քաղաքացին ձեզ լեգիտիմություն չի տվել նախագահ նշանակելու, ուր մնաց թե սահմանադրություն, դա է ձեր զայրույթի պատճառը, սիրելի քաղաքացիներ, այստեղից շատ բորբոքվում են, ասում են դուք պիտակավորել եք սահմանադրության մեր փոփոխությունները Ալիևյան, քննարկման տեղ չեք թողում, շնորհավորում եմ ընդդիմությանը միշտ չի, որ հաջողվում է իրականությունը ներկայացնել, բայց այս դեպքով հաջողվել է, Հայաստանի որ քաղաքացուն 10 վարորդից մինչև որևէ մասնագիտություն հարցնես, գիտի, որ այս սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջով է իրականանում, բայց սահմանադրության փոփոխությունը չի մենակ, կա Ալիևյան փաթեթ, դուք ինչ ուզում եք տեղ ավելացնեք, ինչ սոուս ուզում եք ավելացնեք, ԲԴԽ, դատական բարեփոխումներ, հիմնական ուտեստը ադրբեջանական է, խոհարարը Ալիևն է, Ալիևյան փաթեթի պահանջներն են, Հայաստանում սահմանադրության փոփոխություն, Հայաստանի տարածքային այնպիսի զիջումներ, որտեղ Հայաստանը հայտնվում է շրջափակման մեջ եւ հայ առաքելական եկեղեցու այս գծի փոփոխություն, այս ամենը փաթեթն է Ալիևյան, ընդդիմության պարտավորությունը սրան դիմագրավելն է, հիմա դուք եթե լսեք արդարադատության նախարար Սրփուի Գալյանին, Նիկոլ Փաշինյանին, իրենք ճանապարհային քարտեզ են մշակել, ճնշումներով, ամեն հնարավոր ու անհնար ձևով, որովհետև քաղաքացին չի տվել իրենց գործիքը դա իրականացնելու, ընդդիմադիր падգամավորներին ստիպել կլինի, համոզել կլինի, որ գնան այդ ճանապարհով, որ խոչընդոտ չհանդիսանան, այսինքն ընդդիմությունը այս խորհրդանում ունի պատմական առաքելություն, պատի պես կանգնել Ալիևյան փաթեթի առջև, ինչ էլ դա ընդդիմությունից պահանջի, ու դա անելու ենք, ես չգիտեմ դուք ինչ մեթոդների եք դիմելու, բայց ես հույս ունեմ, որ ընդդիմադիր յուրաքանչյուր падգամավոր այս պատասխանատվությունը պատմական գիտակցում է, ու դուք դա ընդամենը չեք ներում, ձեր զայրույթի պատճառը հիմքը էդ է, դուք ուրիշ խնդիր չունեք, ուրիշ հարց այստեղ չկա, հիմա Ես կարծում եմ, որ երկու բան էլ մենք խնդիր ունենք ավելի լավ կոմունիկացնելու մեր հանրության հետ։ Գալիս են նեղացած երեխայի պես այստեղ ասում են, բա լավ էր, որ եկեղեցին վեհափառում էր հրաժարականներ պահանջում։ Լավ էր, կարելի էր, դուք չեք հասկանում, որ միայն դուք ունեք սահմանադրական կաշկանդում չմիջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Որևէ սահմանադրությանը ծանոթ չեք։ Հիմա Ես գիտեմ, որ այս տրիգերային միտք է, բայց գրագիտության հետ կապված միտք է, եկեղեցու որևէ պաշտոնյա, եկեղեցին ինքը որևէ սահմանափակում դիրքորոշում արտահայտելու չունի, դուք ինչ եք ուզում, 1700 տարվա կառույցը դիրքորոշում չարտահայտի, խոշոր ունեցվածք ունեցողները դիրքորոշում չարտահայտեն, քաղաքականությունը թողնենք ձեզ, չէ՞, մենակ դուք իրավունք ունեք զբաղվելու, Եվրոպա գնացող ՔՊ, իբր Եվրոպա, այդտեղ էլ եք կեղծում, գիտեք եվրոպական քանի երկրում, քանի հոգևորական կա, որ падգամավոր է, գիտեք որ ԱՄՆ-ում էլ կա, այսինքն այդ որտեղից եք հորինել, որ եկեղեցական հանգամանք ունեցողը քաղաքական հարցերին չի կարող զբաղվի, գիտեք քանի շարժում են աշխարհում փոփոխություն բերող առաջնորդել հոգևորականները, գիտեք, այսինքն դուք պիտի գաք բան անեք, արգելք դնեք ինչ-որ մեկի Հայաստանի Հանրապետության քաղաքացու, որ ինքը չի կարող քաղաքականությամբ զբաղվի, ուրեմն միայն իշխանությունը ունի սահմանադրական արգելք չմիջամտելու եկեղեցու ներքին գործերին, որևէ կրոնական կառույցի, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիրքորոշում արտահայտել եւ զբաղվել քաղաքականությամբ։ Եվ վերջում այստեղից Ռուբեն Ռուբինյանն է շատ գալիս վրեժից խոսում, չգիտեմ ինքը ոնց երևի Նեմեսիսի մարտիկ է իրան բան արել, դիրքավորել, ասում է մենք վրեժ ենք լուծելու, ինքն էլ այդ առաջամարտիկներից մեկն է, ինչի համար եք վրեժ լուծելու, երկիր չհանձնելու, փորձեք